Պարոն Խաչատրյան, որպես կրոնագետի, որպես փիլիսոփայի կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ փոխհարաբերության մեջ պետք է լինի պետությունը եւ եկեղեցին, որտեղ է ավարտվում եկեղեցու առաքելության սահմանները եւ որտեղից է սկսվում արդեն պետության պատասխանատվությունը։ Գիտեք, պետության պատասխանատվությունը այդ առումով միշտ հնարավորինս սպասարկելն է եկեղեցու գործունեության ազատ ընթացքը եւ թափանցումը աշխարհով մեկ։ Ինչու՞։ Որովհետեւ մեր պետությունը դա լոկալ իշխանություն է։ Լոկալ, այսինքն Հայաստանի Հանրապետության շրջանակն է, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն գործող եւ այլն եւ այլն։ Եկեղեցին դա համաշխարհային կառույց է։ Այդ շատ դժվար է ասել, թե ով ունի այդպիսի եկեղեցի, ինչպիսին մենք ունենք, հայոց առաքելական եկեղեցին դա համաշխարհային կառույց է եւ նա ունի աներևակայելի մեծ ազդեցություն, քանի որ աշխարհում երկրորդ սփյուռքը ներկայացնող եկեղեցին է։ Սա որպես արդի կարևորագույն փաստարկ, որ պետությունը պետք է ներսում անի այն ամենը, ինչը մաքսիմում ապահովում է եկեղեցու թափանցումը աշխարհով մեկ, որովհետև որքան հզոր է մեր եկեղեցու ազդեցությունը, այնքանով հզոր է հայ ժողովուրդը, հայոց սփյուռքը չի քայքայվում, նա պահպանում է իր գոյությունը եւ հետեւաբար սատարում է նաեւ իր հայրենիքին, որովհետեւ սփյուռքը գոյություն ունի երկու պայմանում, մեկ որ եկեղեցին իր ողջ ռեսուրսով ծառայում է նրա ձևավորմանը, նոր ինստիտուցիոնալ մակարդակների հաղթահարմանը, ինստիտուցիոնալ նոր մակարդակա մեզ պետք սփյուռքի առումով եւ թեկուզ է կարող եմ նույնիսկ էլ բացել թե ինչ է պատկերացվում, բայց գանք մյուսին, իսկ երկրի ներսում ազգային անվտանգության կարևորագույն առանցքը, կարևորագույն ոչինչի հետ համար մեկ, որից հետո մյուսները զգալիորեն ավելի հետ են, ազգային ինքնության առանցքն է, որովհետև մենք ազգային պետություն ենք։ Սա աշխարհիս երեսին եզակի ազգային պետությունն է, որի համարյա թե 99%-ը կազմում են հայերը, հայ ժողովուրդը, հայոց ազգը, որպես այդպեսին։ Եվ հայոց ազգը գտնվում է այստեղ ելնելով նրանից, որ 1700 տարի այդ առանցքը սնուցել, պահպանելը, մշակութային առումով կարողացել է հասցնել մինչև մեր օրերը, եկեղեցին, մասամբ էլ մեր այն պետությունները հայկական, որոնք գոյություն ցավոք սրտի նրանք բաժանվել են, եղել է Արցրունյաց պետություն, եղել է Բագրատունյաց պետություն եւ այլն եւ այլն։ Մեր օրյա ժամանակաշրջանում ինչ պետք է անենք, որպեսզի չտուժի ոչ պետությունը, ոչ եկեղեցին, եկեղեցի եւ պետություն փոխհարաբերությունը ինչպես պետք է լինի։ Եկեղեցի եւ պետություն փոխհարաբերությունը ես համարում եմ, որ պետք է լինի փոխադարձ վստահության դաշտ, փոխադարձ վստահության դաշտը ձևավորելու առումով անհրաժեշտ է այդպիսի իմ խորին համոզմամբ հասարակական կլոր սեղան բարձրակարգ մտավորականների մասնակցությամբ, որովհետև մի բանապետությունը եւ ուրիշ բանամտավորականությունը ոչ մի անհատ, ոչ մի պետական համակարգ հասարակական կարծիքի վրա ունի այն ազդեցությունը, որը ունի մտավորականությունը որպես դաշտ։ Եվ այս տեսակետից այդպիսի սեղանը հնարավորություն կտա եւ դնել փաստարկներ, թե իսկ ինչպիսին պետքա լինի առաջին քայլը, երկրորդ քայլը, որովհետեւ եթե դու չունես ստրատեգիական ծրագիր, քո բոլոր տեսակի անգամ հաղթանակները, ինչպես խոշորագույն իմաստուններից մեկն էր ասում, էլի Կոնֆուցիուսը։ Նա ասում էր, եթե դու չունես ռազմավարություն, քո մարտավարական բոլոր հաղթանակները ընդամենը աղմուկ են խորտակումից առաջ։ Չունես ստրատեգիա, խորտակվելու ես։ Պատերազմի ժամանակ որն է եկեղեցու դերը եւ ինչ փոխհարաբերություն պետք է եկեղեցին պատերազմի ժամանակ ունենա պետության հետ։ Ինչ դեր ունեն նրանք։ Գիտեք, հասարակության հետ սկզբից ասեմ, որ եկեղեցու գլխավոր ֆունկցիան պատերազմի ժամանակ հնարավոր ամենայինը անելն է, որովհետեւ դիմադրունակությունը բարձրանա, որովհետեւ սեփական թեմերի, սեփական
հավատացյալների խնդիրն է դա, եւ այդ հավատացյալները ծանրագույն վիճակում են, նրանք կորցնում են իրենց որդիներին, իրենք են զոհվում այդ ռմբակոծություններից, հրետակոծություններից եւ այլն, եւ եկեղեցին պետք է սփոփին, ուրիշ սփոփող որևէ բան հասարակության մեջ։ Ու կարող է ինչ որտեղ մարդիկ ֆինանսական ինչ որ օգնություն են ստանում, բայց դա ոչ մի դեպքում հոգեվոր սփոփման հետ մրցակցային չի։ Իսկ եկեղեցին կարող է կամ երբևէ նման ժամանակաշրջան ունեցել ենք մենք, որ եկեղեցին վտանգ է եղել պետության համար։ Ոչ։ Որտեւ այդ տեսակետը կա տեսակետ, բայց համանման տեսակետը շատ ճշգրիտ կարող եք տեսնել մեր 19-րդ դարի վերջի խոշորագույն մտածողների գործերում կարելի է քննադատել եկեղեցին ըստ նրանց, բայց ոչ երբեք հարվածի տակ վերցնել եկեղեցու կառույցը, քանի որ դա համայն հայոց ներկայացուցչությունն է հոգևոր ոլորտում, նրան չի կարելի դիպչել։ Դուք կդիպչեք արքետիպային արմատներին, ձեզ կթվա, որ դուք պարսատիկի քարով եք էլի խփում, բայց պատասխանը կարող է ստանաք ատոմային ռումբով։ Այդ իմացեք, չի կարելի դիպչել արքետիպային, այսինքն նույնիսկ եկեղեցուց առաջ մեր հոգևորի արմատները 6-7 հազար տարի գնում են։ Այդ ով է վերցնողը դա եւ հանգարց որոշողը, որ ինքը հենց այսօր առանց իմանալու, առանց խորանալու, ստրատեգիական որևէ ծրագիր չունենալով փորձելու է փոփոխել ինչ որ բան։ Այդ նույնը ոնց որ վիրաբույժը հանգարց պատկերացում չունենա տոպոգրաֆիկ անատոմիայից, բայց վերցնի ձեռքը նշտրակը, այդ լանցետը ու որոշի, որ հա հիմա ինչ ա եղել, մի հատ օպերացիան անենք, տենանք էլի բացենք, տենանք ինչ ա։ Նա կարող է տենց մենակ սպանի մարդու, ոչ թե վիրահատի։ պատերազմի ժամանակ միավորող, հավաքող, հավաքական օղակ հանդիսացողը եկեղեցին կարող է լինել Վեհափար Հայրապետի գլխավորությամբ, թե պետությունը Իհարկե եկեղեցին կարող է լինել, միշտ եկեղեցին եղել, ինչի Զիրավի դաշտում ով է։ Ախպեր Սարդարապատի ճակատամարտում ով է գրոհի տարել Ղարաբաղի հեծելակը։ Վայ։ Այդ տենց չի էլի, այդ երբ որ խոսում ենք, դա էլ մի հատ լավ պատկերացնենք էլի, որ մենք եկեղեցու հետ միասնական օրգանիզմ ենք, նրանց որևէ մեկի ընկրկումը, որևէ մեկի շահերի հաշմումը ազդելու է համայն հայության վրա։ Գարեգին Հովսեփյանցն է տարել այդ։ Հա, շատ հետաքրքիր է էդի, որ կարդում ես, ինքը որ հիշում էր, ես լսել եմ մարդկանց, ովքեր իր հետ աշխատել են, էլի, որ ես եկա ասեցի, որ նիզակ չեմ կարա ձեռս վերցնեմ, որովհետև հոգևորական եմ, բայց եռագլուխ գավազանը ձեռս առաջից ես եմ գնալու։ Այդպես էլ եղավ։